Տորոնտո հայ անվանումով ձեր ամսաթերթը, որքան գիտեմ, արդեն 25 տարի է ինչ լույս է տեսնում, հրապարակվում է։ Այս տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ եք ունեցել եւ արդյոք հիմնականում լուսաբանում եք Տորոնտոյին բնակվող հայերին վերաբերող իրադարձությունները։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ 20 տարի է, այս տարի 20-ամյակը պիտի նշե Թորոնտո հայ ամսագիրը։ 2005 թվականին էր, որ Թորոնտո հայը հիմնադրվեցավ եւ այս մեկը կարծեմ կարևոր զարգացում ներկայացուց Թորոնտոյի հայ համայնքի թե մշակութային եւ թե ընկերային կյանքի մեջ։ Գրնամ ասել, որ թերթը ծնունդ առավ ի պատասխան համայնքի աջող գարիքին միասնական հարթակիմը որ գրնար թե արձանագրել եւ թե արդացոլել հարավային Օնտարիոյի, այսինքն Թորոնտոյի եւ իր արվարձաններու հայերու զարգացող փորձառությունները, ցերկբերումները եւ այլն։ Սակայն անշուշտ որ այս գարիքը միայն հատուկ չէ միայն Թորոնտոյի հայերուն, այլ գրնա նաև դեղատրվել Սփյուռքյան այլ կամ ավելի լայն լրակրության պատմական շրջանի մեջ եւ Թորոնտո հայը 20 տարի առաջ հղացվեցավ որպես երկլեզու հրատարակություն, որ կներկայացներ լուրեր, հոդվածներ թե հայերենով եւ թե անգլերենով եւ գրնամ ասել, որ այս երկլեզու ձևաչափը ներկայացված էր ներկրավելու Թորոնտո հայ համայնքի բոլոր սերունդները ապահովելով, որ թե հայերեն դիրաբեդողները եւ թե անոնք, որոնք ավելի հանգիստ կսկան անգլերեն լեզվով գրնային ստանալ իրենց թերթի փոխանցությունը։ Դարիներու ընթացքին շատ բան փոխվեցավ, օրինակ եթե նայենք 20 տարի առաջ գրված առաջին խմբագրականը գրնանք արդեն հասկանալ թե ինչ փնույթ կամ ինչ փոխանցություն պիտի ունենար եւ դարվե այդ մեկը զարգացավ սկիզբի շրջանին շատ ավելի կգետրոնանար համայնքին վրա կգետրոնանար Թորոնտոյի անցուդարձերուն վրա սակայն հետը դարիներու ընթացքին եւ զանազան դարբեր բաժարներու փերմամբ այդ մեկը քիչ մը փնույթը քիչ մը փոխվեցավ սկսավ ավելի հայաստանյան լուրերու մասին մանրամասնել լուսաբանել, սկսավ այլ քաղաքներու հայության մասին լուրեր տարածել եւ գրել, բայց այս 3 տարի առաջ խմբագրական որոշումը արինք վերադառնալու այս ավելի Թորոնտո-գետրոն, ավելի համայնքային ձևաչափին ու հիմա բոլոր մեր փոխանցությունը ամսական թրուչությամբ բոլորովին ինքնադիպ է original content եւ բոլորովին Թորոնտո գետրոն գնանք ասես Տպագիր է թե էլեկտրոնային նաև։ Ուրեմն Թորոնտո հայը սկսած է որպես դպակիր ամսագիր մինչև հիմա կդբենք շուրջ 3000 օրինակ ամսական, որ ծրիապար կփաշխվի համայնքի անդամներուն, նաև ունենք մեր on-line ձևաչափը եւ ուրախ եմ հայտարարելու, որ շուտով արդեն կունենանք մեր նոր գայքը վերանորոգված, նոր այս մեր branding-ով վերաոճավորված եւ այդ մեկը շուտով կհրապարակվի։ Իսկ Տորոնտոյում հայերի թիվը որքան է կազմում։ Դժվար է ստույգ TV մասին խոսիլ, հիմա պաշտոնական տվյալներով, եթե չեմ սխալիր, Կանադայի տարածքին շուրջ 70,000-ի մասին կխոսվի, բայց գիտենք, որ շատ ավելին է։ Թորոնտոյի մեջ գնանք ասել, որ շուրջ 40,000 հայություն կա։ Թորոնտոն կսեպվի հայկական հավանաբար երկրորդ ամենամեծ քաղաքը համայնքը Մոնրեալենի հետ Կանադայի տարածքին։ Ինչ սկզբում անակնկալի բերեց ձեր հետևում կախված խալին, հետո պարզվեց, որ դուք Հայաստանում եք գտնվում այս պահին։ Եվ հաճախ եք մեկնում եւ այդ ընթացքում թերթի աշխատանքները ինչպես եք կազմակերպում։ Անգլիայից ասած աշխարհը շատ փոքրացած է հիմա։ Ես այն Թորոնտո ծնած եւ մեծած եմ, լավ գճանչնամ համայնքը, լավ գճանչնամ քաղաքը։ 4.5 տարի առաջ ընտանիք որոշումը արինք փոխադրվելու Հայաստան եւ հերվեն կգադարեմ այդ աշխատանքը բարեբախտաբար բոլոր միջոցները կան
գրնանք արցանց հերավար աշխատիլ եւ շատ լավ արեստավար խումբ կորձընկերներ ունիմ Թորոնտոյի մեջ եւ այդպես հարաճ կտանիք մեր աշխատանքը։ Դուք ասացիք, որ Տորոնտոյում մոտավորապես 70,000 հայ է բնակվում։ 40,000 Թորոնտոյի մեջ շուրջ 40 100,000 կամ ավելի Կանադայի տարածքին կգարձեմ նորեն ասեմ որ ստույգ թիվեր չկան շատ դժվար է այդ բնակչության թիվը ստույգ գիտնալ։ Ինչ եք անում, որպեսզի Կանադայում բնակություն հաստատած նոր սփյուռքը, քանի որ ինչպես գիտեք, արդեն Հայաստանում եք բնակվում, շատերը նաև լքում են Հայաստանը, գնում են Կանադա բնակվելու, որpիսի թերթը նաև նրանց ինքնության մի մասը դառնա կամ ինքնության պահպանման էլեմենտը դառնա։ Ինչ եք անում այդ առումով։ Նախ եւ առաջ ասեմ, որ թերթի փոխանցագության մեծամասնությունը հայերեն լեզվով կհրադարակվի, արևմտահայերենով հիմնական, բայց մենք սահմանումներ չունենք, այսինքն չենք սահմաններ, թե որ հայերենով պետք է գրվի։ Եթե հոդվածագիրը արևելահայերենով օրինակ գուզե գրել, այդ մեկը կհրադարակենք արևելահայերենով։ Միակ սահմանումը, որ դրած ենք, ուղղակրությունն է, որ մեսրոպյան դասական ուղղակրություն որթեքրած ենք եւ այդ մեկը մեզի համար այսպես ասած գարմիր գիծ է բայց մեր գարելին գնենք նախ եւ առաջ այդ նոր սպյուրքին եթե գուզես ցանոթացնել քաղաքին համայնքին անոր աշխուժ կորձունեության գազագերբություններուն միություններուն հաստատություններուն թե գրթական թե հոգեվոր թե ընկերային եւ նաեւ այդ գաբը չխզել համայնքի եւ հայրենիքի միջև գործենք որ Հայաստանը միշտ արգալա մեր էջերուն վրա մեր թերթին մեջ միշտ գաբը գտնելով Թորոնտոյի ինչպես որ ասի Թորոնտո հայը Թորոնտո գետրոն է ուրեմն մեր փոխանցագության 100%-ը այսպես ասած գաբը պետք է ունենա կոնե ուղիղ գաբը Թորոնտոյի հետ կամ Թորոնտո հայ համայնքին հետ Վերջին ձեր համարում հայ համայնքին վերաբերող ինչ իրադարձություն եք լուսաբանել, կհիշեք։ Իրադարձություններու մասին ընդհանրապես կնամ խոսիլ, օրինակ վերջերս Հայաստան դեղափոխված փոխադրված անձերու մասին հոդվածներ կհրադարենք, ինչը որ կարծեմ կարևոր եւ այսպես շահեկան մեկ երևույթ է ցույց կտանք որ կարելի է նաեւ ոչ միայն հայրենիք լքել բայց նաեւ հայրենիք վերադառնալ գիտենք որ դժվար օրեր են այսօր հայրենիքին համար բայց չենք ուզեր երբեք այդ կապը խզել կամ այդ կապը գտնել այս մեկը կարծեմ մեր ցեկմեփերումներեն մեկ կարևոր բանն է օրինակն է որ այս հայրենադարձերու եթե գուզեք պատմություններն լուսաբանենք որ Թորոնտոյի մեջ ժողովուրդն տեսնե որ կարելի է նաև վերադառնալ Եվ վերջում այս 20 տարիների ընթացքում քանի խմբագիր եք ունեցել եւ ամենահիշարժան իրադարձությունը, որը տեղի է ունեցել Տորոնտոյի մեջ, որը դուք լուսաբանել եք, ձեր թերթը լուսաբանել եք, կարող եք ասել։ Ուրեմն Թորոնտո հայը հիմնված է 2005 թվականին եւ այդ հիմնադրության խումբի մեջ կար մեր հիմնադիր առաջին խմբակիրը Գարին Սաղդաջյան Դեր Հակոբյանը որ առաջին մեր խմբակիրն էր մինչև 2022 թվական այսինքն 3 տարի առաջ էր գրեթե որ թերթը ենթարկվեցավ նշանակալի ղեկավարության փոփոխության 17 տարի խմբակիր պաշտոնը վարելի հետ Գարինը փոխանցեց ինձի այդ թերը ես ստանցնեցի այստեղ են ուրեմն երկու խմբակիր ունեցած է բայց ասեմ որ գա փաղանքը աշխատագիցներ հոդվածագիրեր թղթագիցներ գամավորներ որոնք գամովի գնեն այդ աշխատանքը առանց որոնց անկարելի պիտլար այս թերթը վարել եւ հաջողության հասցնել Թորոնտո հայ համայնքը գնամ ասել որ բազմաշերտ համայնք է շատ մը դարբեր ցերկբերումներ ունեցած է
ինձի համար քոնե ինձ սրդի խոսող ամենա նշանագելի եւ կարևոր ցերկբերումը եղած է ամենօրյա վարժարանը հիմնադրելը եւ բահելը, ոչ միայն բահելը, պահպանել, այլ նաեւ ծաղկեցնել եւ զարգացնելը այսօր Թորոնտո հայ համայնքը ունի մեկ ամենօրյա վարժարան եւ քանի մը շաբաթօրյա, այսինքն շաբաթը մեկ անգամ վարժարաններ, ամենօրյա վարժարանը այսօր ունի 650-ը ավելի աշակերտ, որ կգարձեմ սպյուրքի իրականության մեջ շատ օրինագելի մեկ դեպք է։ Ես անոր արդյունքն եմ գնամսել շրջանավարտ եմ այդ դպրոցեն, նաև այնտեղ դասավանդած եմ 2 տարի, կգարձեմ Թորոնտո հայ համայնքի հաջողության ամենավար աստակներեն մեկը եղած է այդ ամենօրյա վարժարան ունենալը, բահելը եւ մինչեւ այսօր զարգացնելը։ Հաջողություն եմ ցանկանում ձեր հետագա աշխատանքներին։ Խորին շնորհակալություն հրավերին համար, ցեզ էլ հաջողություն։